Արև ձեզ։ Եվ այդպես բայց ի պատիվ Շիրակի թեմի հոգևոր դասի վերջիններս մինչև անգամ աթոռներով հեռացրել էին, որպեսզի այդ Մալադեց իրանց ծիսակարգի իրողությանը, այսպես մասնակից չնեն անգամ, այսպես ասենք, առարկաները, հա, եւ մենք տեսանք նաեւ հենց նույն օրը գյումրեցիները ուղղակի թուքումուր ու ամոթանք էին տալիս այն շրջիկ եպիսկոպոսներին, որոնց Նիկոլ Փաշինյանը ֆոտոտեսնում է իր հետ, այնտեղ էին Գյուջոյան Պատմությունը ինչ ձևի ամոթանք է տալու, Մարիամ ջան, պատմությունը։ Ժողովուրդն են, մալադեց։ Իհարկե։ Էսի հելը Մարիամ ջան, էսիլա այսօր ժողովուրդը այսօր են գոռում, բա պատմությունը ապագա սերունդը ոնց է գոռալու, ինչերա գոռալու սրանց հասցեին։ Նայեք, տեսեք, ես միշտ ասել եմ, տեսեք հալալը Արշակ Սրբազանին, ազատությունը իրան իր կյանքին մեռնեմ։ Ինչի համար նստացրեցին, այդ վիդեոները խի տարածեցին, որովհետև կոմպրոմատը բերեցին ցույց իրան ասել են կոմպրոմատ ունենք ձեր վրայով, չէ՞, թեպետ ես չեմ հավատում այդ կոմպրոմատին, դա սարքած բան էր, բայց համենայնպես։ Բայց ինքը չգնաց ընթառաջ սրանց, չհնազանդվեց, չպարկեց սրանց տակ, այլ մնաց վեհապարի կողքը, մնաց հայ ազգի կողքը, Արցախի կողքը, եկեղեցու կողքը, դե համար էլ իրան այդ վիդեոները հանեցին, տարածեցին, վերջում էլ ջեբը պլանկցեցին, նստացրեցին, բայց Արշակ Սրբազանը պատմության մեջ մնալու է, որպես հերոս Սրբազան։ Իսկ այս Սրբազանները, գիտեք ինչ են անցել Նիկոլի կողմը, ես հենց առաջի օրն եմ ասել, որովհետև իրանց էլ են եկել ասել վիդեոներ ունենք ձեր վրով, իրանք վախեցել են, ենթարկվել են Նիկոլին, բայց ես ինչ եմ ասում ավելի լավ է այդ վիդեոները տարածեին, որտեվ դա տենց ես ինչ մի վիդեո չի, քան Նիկոլի կողքը կանգնեիք, Նիկոլի կողքը կանգնելով դուք դավաճանի պիտակը կպցրեցիք ձեզ, արդեն իրանք որպես դավաճան այդ սրբազանները, եպիսկոպոսներ են, արքեպիս են, ինչ են, այն Տեր հայր, մեր հայր, ովքեր որ կանգնել են Նիկոլի կողքը, իրանք որպես դավաճան գնացին մնացին պատմության մեջ, իսկ Արշակ Սրբազանը ու մեր մյուս սրբազան Միքայել Սրբազանը, Բակրատ, որ այսօր նստած են, ու մյուս սրբազան Մկրտիչ Սրբազանը, որ նստած է իրան էլ ազատություն, մեր բոլոր են հոգևորականները, լեննականի հոգևորականները, որ չգնացին Նիկոլին ընթառաջ, այլ հավատարիմ մնացին եկեղեցուն ու վեհապարին, իրանք որպես հերոսներ, որպես մաքուր մարդիկ մտան պատմության մեջ։ Տեսեք, պատմությունը, որ հիմա նայում ենք, Մարիամ ջան, ինչքան վեհապար ու սրբազաններ ենք ունեցել, չէ, բոլորին անունանում ենք չգիտենք, չէ, չգիտենք, չէ, բոլորին անունանում։ Բայց ասենք այն սրբազանները, հոգևորականները, այն վեհապարները, ովքեր որ ինչ-որ մի հատ բացառիկ բան են արել, իրանք արդեն մտել են պատմության մեջ, բոլորը հիշում են իրանց։ Շարքային վեհապար սրբազան էլի նորմալ է, դա էլ է նորմալ, բայց երբ որ մի հատ էլ բացառիկ բան ես անում, դու պատմության մեջ մնում ես։ Հիմա այսօր մեր վեհապարն էլ, որ եթե մինչև վեր զադնի չդնի, գնա մինչև վեր, ինքն էլ պատմության մեջ որպես հերոս մտնելու է պատմության մեջ, Արշակ Սրբազանը որպես հերոս մտնելու է պատմության մեջ, այս դավաճան սրբազանները որպես դավաճան մտնելու են պատմության մեջ։ Ես միշտ ասում եմ, ավելի ամոթ է, ոչ թե ավելի ամոթ, այլ խայտառակություն է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելը, Արցախը հանձնողի կողքը կանգնելը, 5000 տղու կոտորողի կողքը կանգնելը, հայոց բանակը ու երկրապահային տերորիստ սարքողի կողքը կանգնողը, քան ասենք ինչ-որ մի հատ վիդեոներ բերեն ցույց տան, որ դուք թեկուզ Լևի եք գնացել։ Լավ եք արել գնացել եք Լևի, ամենավերջում, որ պարզվի թեկուզ Արշակ Սրբազանը իրոք Լևի է գնացել, օրինակի համար։ Մարդ չի, մարդա չէ, վերջ-վերջո կա տենց մի հատ մարդ, կա տենց տղամարդ, որ Լևի չի գնացել, օրինակ, չէ, օրինակ։
Չէ, նույնիսկ եթե տենց ելնի, Մարիամ ջան, ինչ եմ ուզում, ես իմ կարծիքն եմ ասում։ Ու մարդկանց մեծ մասն էլ համաձայնեն իմ հետ, հիմա որ լսում են, ասում են դա ոնց ճիշտ ասում։ Նույնիսկ եթե տենց ելնի, դա խայտարակություն չի։ Խայտարակությունը Նիկոլի կողքը կանգնելն է։ Հասկացաք, որ այն մյուսները տենց բաներից են վախեցել։ Բնականա բոլորն էլ մարդ են, բոլորի վրան էլ ինչ-որ մի կեղտ կլինի, չէ։ Ինչ են անում իշխանությունները, հատուկ ծառայությունները նկարում են իրանց ու հետո սկսում են շանտաժանել։ Մի վախեցեք, դուք ասեք գնացել եմ լավ եմ արել։ Երեխա ունեմ, լավավոր, նախ այդ երեխա ունենալ ես ասում եմ փոխեք այդ կանոնը։ Իմ առաջարկն է փոխեք այդ կանոնը, թող վեհապարնել սրբազաններն է, իրավունք ունենան, ընտանիք ունենալու, կին ունենալու, երեխա ունենալու։ Դա վատ բան չկա։ Իսկ ամենավերջում Լևի գնալն էլ մարդ են կարող է գնացել են, ինչ կա դրա մեջ։ Էդի Մարիամ ջան, իմ կարծիքն եմ ասում, էդ էլ նորմալ եմ։ Ես էդ էլ եմ նորմալ համարում, թեպետ այդ վիդեոն վստահ եմ սարքած այդ վիդեոն։ Ոնց որ գեներալ Մանվելի Տուշոնկա շոուն սարքեցին ու մարդիկ հավատացին են վաղ, չէ։ Նիկոլը մնացել է էյֆորիայի տակ։ Հենց գիտի հիմա էլ ինչ անի կհավատան։ Էս իրա պլանի, էս շոուով ինքը ապացուցեց, որ այն վիդեոն էլ Սրբազանի այն մյուս վիդեոն էլ է սարքած։ Որտեղ էս պլանի շունը պարզ է, չէ՞, ուրեմն Սրբազանի ջեբը պլան է սկսում արա։ Այսինքն պարզ զրում է, որ էս այն մի վիդեոն էլ է սարքած, էս մի վիդեոն էլ է սարքած։ Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Բայց ես ինչ եմ ասում, ասենք մյուս սրբազանները, այս դավաճան սրբազանները, կարող է Լևի են գնացի, օրինակ, իրոք էլ կարող է գնացած։ Ես չէ, դա էլ եմ նորմալ համարում։ Մարդը էլ ինչ եղե։ Հասկանում եք։ Էդ ավելի նորմալ է այդ կոմպրոմատը, որ հանեին շուխուրանեն, դի կմոռացվեր կեթար, բայց այս դավաճանությունը, որ կանգնեցին իրանք Արցախը հանձնողի կողքը, եկեղեցի դեմ դուսեկողի կողքը, 5000 տղուն կոտորողի կողքը, այդ դավաճանական պիտակը իրանց վրից չի փոկվի։ Ուզում է թող Բենտլի ունենան, նորմալ եմ համարում, ուզում է թող զենքով մանգան, նորմալ եմ համարում, միշտ է նորմալ եմ համարել։ Ինչ եղ ասենք, հենց հիմա մի ավտոպտիկ չի Սրբազան օրինակ, թող Բենտլի քշի, ինչ եղե։ Ես դրա մեջ վատ բան չեմ տենում, այ վատ բանը այն է, որ կանգնում են դավաճանի կողքը։ Ես այսքան վաղ ոչ մի այդ սրբազաններից ոչ մեկի վրով ինչ էլ որ խոսացել են, ասեմ դե մի նորմալ է, ինչ է եղել։ Բայց այսօր ես դատապարտում եմ իրանց այդ քայլը, որ իրանք կանգնեցին Նիկոլի կողքը։ Այդ դա է դավաճանությունը, դա է ամոթը, դա է այդ կեղտ պիտակը, որ իրանք կպսեցին իրանց։ Ես սա կասեմ։ Հիմա տեսեք, հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Միրզախանյան Վիլահայոց թեմի քրեվորական առաջնորդը խոսում է այն մասին, թե ինքը ինչպես է շփվել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, այսպես գովք է անում թուրքերի եւ ադրբեջանցիների։ Դե ամոթ իրան, այ ամոթը դա է։ Ամոթ իրան, չեմ լսել։ Խայտարակվել է, ուղղակի վտարվել է դա Հայաստանից եւ Այ խայտարակությունը դա է։ Շփվել կարան շփվեն, բայց ոչ թե տենց գովաբանեն ու չգե մի հատ էլ ենթարկվեն, ոնց որ սրանք են ենթարկվում, այս իշխանությունները Փաշազադե, թե Փաշիզադե, ոնց է դրանցով, այ դա է խայտարակությունը։ Շփվել են նորմալ է, կարան շփվեն էլ, ինչ եղե, գործնական հարաբերություն, ասենք, մեր հոգևոր առաջնորդը նրանց օրինակ իմար, պրոստը շփումը նորմալ եմ համարում, բայց որ տենց գովաբանես, գնաս մտնես իրանց տակը, այդ է խայտարակությունն է։ Գեներալ Մանվելի դրան դեմից են կողքերգնում, աղաչում խնդրում էին, որպեսզի դիմեն վեհապարին, հանկարծ սրան կարգալույս չանեն, որովհետև վրան ընդրոսել լիքը կեղտեր կար։ Թե այդ կեղտերը կակրաս էս Նիկոլ Փաշինյանը էս իրա քայլով մաքրեց եկեղեցին։ Կեղտերը ի հայտ եկան, մի այդ կեղտերին պետքա մաքրեն եկեղեցուց մաքրեն։ Հիմա դուք կպատկերացնեք, որ այսքան դավաճան սրբազան կա մեր եկեղեցում պարզվեց չէ ովքեր են հիմա իրանց դի մաքրեն սրանով եկեղեցին եթե ձիգ պահեն իրանց այսօր մինչև վերջ վեհապարի գլխավորությամբ մեր եկեղեցականները ճիշտ պահեն իրանց մաքրվում է եկեղեցին ու բյուրեղացած ավելի դուրս է գալու այս վիճակից վերջ-վերջո դավաճան են չէ այդ սրբազանները ովքեր որ կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքը Արցախը հանձնողի կողքը դավաճան են չէ բայց թող մաքրվեն Նիկոլ Փաշինյանը սիրա քայլով այո, այդ ասում մաքրեմ եկեղեցին, իրոք մաքրեց եկեղեցին։ Ինքը ասում է վեհապարից մաքրենք, ոչ։ Եկեղեցու կեղտերը ի հայտ եկան։ Եկեղեցու մեջի կեղտը ի հայտ եկավ։ Հիմա դրանք արդեն ժամանակի ընթացքում կմաքրվեն, իհարկե, կմաքրվեն ու եկեղեցին ավելի բյուրեղացած, ավելի ուժեղ այս վիճակից դուրս է գալու։ Եթե իհարկե միջև վերջ sense զիգ պայն դրանց չկոտրվեն, վեհապարը չպետք է կոտրվի։ Թեկուզ իրան թող նստեցնեն, հեռ իրանից թեկուզ սպանեն էլ
իրան, որը էլի չի բացառվում, բայց ինքը վեհապար, ինքը պիտի մնա, որ այսպես ձիգ պետք է մնա ու որպես հերոս պիտի մտնի պատմության մեջ, ոնց որ մենք ունեցել ենք հերոս վեհապարներ, չէ՞։ Մկր Խրիմյան հայրիկը Դերսես աշտարակեցին, Գևորգ 5-րդը, Վազգեն առաջինը օրինակ, էլի։ Հասկանու՞մ եք, մի հատ այնց հերոս վեհապարը այսօրվա մեր վեհապարն է, եթե մինչև վեր sense ձիգ պա իրան չկոտրվի։ Հա, բեսպրիձելավարի կարա գնաք, հիմա թուրքն էլ կարա գա մտնի, զորով գնա մեր եկեղեցի, համի Ադրբեջանի եկեղեցիները, սա Ադրբեջան ասում եմ, Արցախի մեր եկեղեցիները, սա ադրբեջանցիք մտնում են, քանդու քարափեն անում, սարքում են մսկիթ, քանդում են, չգիտես ինչ են ան։ Է նույն ձևի դուք էլ կարա կանեք, էդի չեղավ ճիշտ էլի։ Հա, այդ ձևով կարա կանեք։ Պետք է հակազդեցությունը պիտի լինի, պիտի մենք պայքարենք, հակազդեցությունը սենց է, եթե կկարողանանք որ պահին կփոխենք այս իշխանություններին ու կգան նորմալ իշխանություններ, այդ ժամանակ այս երևույթները կվերանա։ Եթե չէ, ամբողջ Հայաստաններ պիտի թրքացնեն սրանք։ Էդի պարզ է, ոնց որ Արցախ այն ժամանակ որ ասում էին, դե լավ ասում եք, մենակ ոչ մի բան չէ, տեսակ որ Արցախը տվին։ Всё Արցախը հանձնին, չէ՞։ Այս նույնն էլ Հայաստանին է սպասվում։ Շատ մոտ ապագայում Հայաստան չի մնալու, եթե այս իշխանությունները մնան։ Այո, ամոթ է։ Այդ տարագությունը։ Ես քաղաքական այո հետապնդումները ամոթ ճիշտ է եկեցա։ Տեսեք քաղբանտարկյալների վերաբերյալ ես ինչ եմ ասում։ Մի հատ էլ ձեր մոտ ասեմ, կարող ասել եմ, չգիտեմ, չեմ հիշում, համենայնպես մի հատ նորից ասեմ։ Ես ասում եմ, տեսեք, նույնիսկ խորհրդային կայսրությունը, Մարիամ ջան, որ այդքան քաղբանտարկյալներ ուներ, ինքը չէր ընդունում, որ քաղբանտարկյալներ են։ Ասում էր քրեական հանցագործներ են։ Հիմա Նիկոլասը քաղբանտարկյալ չկա, տեսել ինչ եմ ասում, դու ասում ես քաղբանտարկյալ չկա, դեռ հիմա ցանկացած քաղաքական գործիչ, որին որ նստեցնում ես, թող ընդերից խոսան։ Թող հիմա Վազգենն ու Նարեկը, Սամսոնյան, թող իմնեմնիմի հաղորդումը Բերտից վարեն։ Դե թող վարեն։ Թող ինչքան քաղաքական գործիչ կա, որ նստում է, թող մարդ է սաղի հետ էլ կարալնի, չէ՞ կյանքում կեն սաղային վեճա մեջ ինչ-որ մի հատ խնդիր առաջան կարան սաղել հայտնում են բանտում։ Ես հիմա ասում եմ ցանկացած քաղաքական գործիչ, որը որ հայտնում է բանտում, թող ընդերից հարցազրույց էլ տա, մամուլի ասուլիս էլ տա։ Այ եթե էդի կանիկ ասեմ քաղբանտարկյալ չկա Հայաստանում, բայց դու բռնում ես որ խոսքը լռեցնես։ Ես այս եմ ասում, նախ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն բոլոր տղեկին, ես եմ ասում, քաղաքական գործիչին բռնիր, Նիկոլ, բռնեցիր, թող ընդերից մամուլի ասուլիս էլ տան, հարցազրույցներ էլ տան։ Կոնկրետ հիմա Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը թող այդ իմնեմնիմի հաղորդումը ընդերից վարեն։ Եթե դու ասես քաղբանտարկյալ չեն իրանք, դե ուրեմն քաղաքական խոսքը մի լռեցրու, թող խոսան։ Թող քաղաքականությամբ զբաղվեն ընդերից։ Առողջություն նախ, այո, իհարկե, առողջություն, ու չի բացառում, որ դա ադրբեջանական սպեցդուժբաների առածն էլ կլինի, դա չի բացառում, որ չեն բացահայտում, հենց կարող է հենց դա չեն ուզում խաղաղությանը հանգարց բանան են Վնաստան, իրանց խաղաղության գործընթացին, հասկանում եք, ես չեմ բացառում, որ սա ադրբեջանական սպեցդուժբաներն էլ են, չեմ բացառում, բայց մի բան ձեզ ասեմ, նախ առողջություն Միրանին, Միրան Հակոբյան ջան, կողքը տեն, դու մենակ չես, ինչքան լավ տղա կա, ինչքան լավ հայ կա, սաղս քու կողքն ենք ու մենք հաղթելու ենք սրանց ու վերջ ենք տալու այս բեսպրիձելությունը մեր երկրում։ Հիմա տեսեք, Մարիամ ջան, ցանկացած հանցագործություն, ես սա մասն միշտ ասեմ, որը որ չի բացահայտվում, դա նշանակում է, որ այդ հանցագործությունը կամ կազմակերպում են իշխանությունները, կամ չեն ուզում բացահայտեն իշխանությունները։ Դու չես կարող հենց հանցագործություն կազմակերպես, չեմ ասում մաներմուներ բաներ էլի, մաներմուներ բաները կարող է չբացահայտեն, որտեղ դրանց վրա այդքան մեծ ջանք ու աշխատանք ու բան չեն անի, էլի էներգիա չեն ծախսի։ Բայց լուրջ հանցագործությունները եթե չի բացահայտվում, այդ նշանակում է, որ իշխանությունները չեն ուզում բացահայտեն կամ այս պրամո իրանց սարկածնա։ Օրը ցերեկով կամերաների առաջ հազարատ աշկ կա տեղ, հազարատ ստուկա չկա ստեղ, այդքանի դեմը հաստում մարդուն ծեծում եք ու հələ այս երրորդ օրն արդեն չեք բռնել ծեծողներին։
Հասցախ քաղաքը կամերայաուս լիքը ստուկաչներ են արա։ Եթե չեն բռնել հենց մինչև հիմա, այդ նշանակում է, որ չեն ուզում բռնեն։ Մարիամ ջան, ու ես նորից եմ ասում, չեմ բացառում, այստեղ ադրբեջանական բանել եմ կարալնի։ Լուրջ բան ասե, հենց դրա համար էլ վախացրել են, կարող է դաժե մահափորձ են արել, մի անգամ էլ գրանատ են գցել իր ավտոյի վրա մի քանի տարի առաջ, հələ մինչև հիմա չեն բռնել։ Այդ նշանակում է չեն ուզում բռնել, կամ իրանք են կազմակերպում, կամ չեն ուզում բռնեն։ Եթե չեն ուզում բռնեն, ինչ նշանակում, մեղավորությունը էլի իրանցն է, էլի տարբերությունը շատ քիչ է, իրանք են արել, թե իրանք ուղղակի չեն ուզում բռնեն։ Նորից եմ ասում, չի բացառում, որ ադրբեջանական սպեցդուժմաններն էլ արածելն են։ Այն իմ հայտնի Էդոջանը տեսած կլնեք, այն որ բոցա դառե ուժեղ, չէ՞։ Իրոք լավ, այդ ուժեղ բոցա։ Բայց ես այդտեղ ինչ էի ասում։ Ես ինչ ասում, այդ իմ ընկեր մեր երջանկահիշատակ Շրամեդոն լեգենդար կռված տղա է, լեգենդար հետախուզերի իմ մոտիկ ընկերս էր, մահացավ ինքը Օղոր Միրան աստորույսերի մեջ ինքը մնա։ Բայց այդ ժամանակ դելը մահացած չէր։ Ես ինչ ասում եմ, Էդո ջան, որ այդհաս դու այս նույն վիճակը հակառակելներ, ինչ ուզեիր չէ Իրանի Բաքվում, լեզուն էլ իմանայիր։ Կեթայր քո ուզած գործողությունը կաներ կգայր, բա հիմա էլ իրանք կգան ստե իրանց ուզած գործողությունը կարան գան ստեղ անեն էտան։ Հայերեն էլ մեզնից լավ են խոսում։ Կարան գան իրանց ուզած գործողությունը ստեղ անեն էտան, ասում էին ժամանակ 21 թվին, ասում էին Երևանում էլ, դաժե Երևանում էլ ապահովտի չզգաս։ Կարան գան ստեղ իրանց ուզած գործողությունը անեն էտան, իրանց ուզած աղջկան գողանան տանեն, այնտեղից մի հատ հարուստ նայի, ասի այսի սիրուն աղջկա փողը տա, մի հատ այդտենց Էդոյի նման պրոֆեսիոնալ ասի, այս աղջկան գնա գողացի բեր։ Կարան գան, այո, այսօր կարան գան Երևանից, մենակ այսօր չէ 21 թվից 20։ Կարան գան Երևանից իրանց ուզած աղջկեքին գողանան տանեն Բաքու։ Էդ էլ կարան անեն։ Ինչ խաղաղություն, հավատում եք դուք այդ խաղաղությանը։ Թե լավ էլի։ Ուրեմն սա խաղաղություն երբեք չի լինի Թուրքիա, խաղաղություն մենք դի պարտադրենք որ լինի։ Հա խաղաղություն Շարմազանը վսա միշտ ասում, էսի լավ ասում, Արցախում հիմա խաղաղ է։ Այդտենց խաղաղություն ստեղ կլինի։ Հեսա որ Հայաստանն էլ տան այդ 300,000-ն էլ գանցնել լցվեն, ձուլեն, մի մասից ձուլեն, թուրքերի հետ մի մասին սպանեն, նստացնեն մի մասն էլ փախնի, դա ստեղ էլ կլինի խաղաղ։ Այդ խաղաղությունը դեպի այդ խաղաղությունն է տանում Նիկոլ Փաշինյանը, բայց մեզ այդ խաղաղությունը պետք չի։ Այ այդ Էդոջանով հենց այդ է ես ուզում ասեի։ Ու ես հիմա նաև ինչ եմ ուզում, բան է ուզում ասել, որ ասենք կարան գանց թե իրանք էլ իրանց ուզած գո։ Ասկի չի բացառում որ ադրբեջանցիք են եկել, այս ամեն ինչը արել, Միրան Հակոբյանն եկել այդպես հարձակվել են գնաց, դե համար չեն բացահայտում։ Ինչ բացահայտեն իրանց խաղաղության process-ի վրա մի հատ մեծ բան գցեն։ Հասկանում եք։ Որտեվ չի կարա 3 օր անց այդ ժամերի ընթացքում բռնած պիտի լինեն։ Ժամերի ընթացքում կամերաները բանը սաղ կա։ Դե հիմա ես ասում եմ, ներքին գործերի նախարարին էլ եմ ասում, ոստիկանապետն էլ եմ ասում։ Թույլատրեք քաղաքական գործիչներին օրինական զենքի թույլտվություն տվեք, որ Միրան Հակոբյանի ջեբը զենքեր հանել մի հատ կրակել, օդ դրանք չէին փախնելու, կամ այդ կրակոցից չէին գա, չէին բանանի այնտեղ, հավաքվի այնտեղ։ Հասարակ բան, Մարիամ ջան, խիպտի թեկուզ քիթը ջարդվեր Միրան Հակոբյանի կամ ուղեղի ցնցում ստանար։ Կարար մեռներ էլ չէ։ Թույլատրեք թող զենք ունենան այդ մարտիկ։ Ինքնապաշտպանության համար զենք թող ունենան, որ համ ներքին խուլիգաններից պաշտպանվեն, համ էլ չեմ ասում ադրբեջանական սպեցդուժմանները որ կան ունենան Վնաստան պաշտպանվեն։ Խիչը թույլատրում զենք։ Այսինքն Միրան Հակոբյանը պիտի խուլիգանություն անի, որ զենք ունենա, կամ Էդգար Ղազարյանը պիտի խուլիգանություն անի, բայց Էդգար Ղազարյանն էլ ինչ է հարձակվել տենց խփե։ Բայց թող զենք ունենա իրաց մոտ ինքնապաշտպանության համար։ Ես սա եմ նաև առաջարկում, մեկը դուք չեք կարող պաշտպանել ընդդիմադիր քաղաքական գործիչներին, եթե էլ չասեն, որ դուք եք սարքում այդ սաղ, որ գան իրանց խփեն ծեծեն, մահափորձները դուք եք ամ, լավ, լետի դենք չեք կարող, չէ՞ պաշտպանեք, թե որ չեք կարող գոնե ինքնապաշտպանվելու հնարավորություն տվեք, օրինական զենքի թույլտվություն տվեք, թող ցանկացած քաղաքական գործիչ իր մոտ զենք ունենա, պաշտպանվելու համար։ Չգիտեմ, ես սուտ է, համենայնպես սուտ է ասում։ Դե որ բռնությունը տեղ չունի, то բռնություն չէ։ Բռնությունը հենց դուք եք անում։ Այսքան քաղ բանտարկյալները բռնություն չի։ Այսքան քաղ բանտարկյալը բռնություն չի, արդեն բռնություն է։ Քաղաքական բռնություններ եք անում, ֆիզիկապես էլ մարդկանց Միրան Հակոբյանը հենց կակրասնիկը գրանատը որ գցել են ավտոյի տակ 5 տարի առաջ, խիչ եք մինչև մի բռնե։ Խիչ եք քթե։ Խիչ եք պատժե բանողին։
Արշակ Սրբազանի վերով այդ վիդեոները տարածողներին, ձեր մանկլավիկների խիչ եք բռնում, վիդեո զապիսանողի խիչ եք բռնում։ Ինչ իրավունք ունեն մտնեն խալխի ընտանիք։ Լավ արել Լևի Ագնատը, դու ով ես որ նկարում ես գցում ես սայթ, օրինակ։ Դու ինչ իրավունք ունես, դու Լևի չես էտում արա։ Ինչ իր անձնական կյանքը։ Ոչ նկարողներին են քթեմ ինչև հիմա, ոչ տարածողները ձեր մանկլավիկներն են, Facebook-ը մտի նայ, ովքեր ձեր բջի թուլեկն են։ Պապա, խիչ ես պատժեմ ինչև հիմա, բռնությունը տեղ չունի։ Դե մատ կզծրացա, դու ով ես այ ոչնչություն, որ մարդի անձնական կյանքը դել ես Facebook-ում ֆրծնում ես։ Ով ես դու։ Կեղծա, միանշանակ կեղծա։ Մարիամ ջան, բայց ես դու ես տո լավ էլ արել եք, Սրբազաններ ջան, լավ էլ անում եք, ուզում եք Լևի, գնացեք ինչ ուզում եք արեք։ Մարդն իրաց կյանքը ձեր ինչ գործն է արա։ Լևի էթալ ավելի լավ է պատաբերական Նիկոլի կողքը կանգնելը։ Արցախը հանձնողի կողքը կանգնելը։ Սապիսներ են ցույց տվել Լևի, ձեր Լևի էթալուց երևի են դավաճան Սրբազաններին եմ ասում։ Քաչել եք տակները, գնացեք պարկել եք Նիկոլի տակը։ Նիկոլի տակը պարկելը ավելի ամոթ է, քան Լևի գնալը։ Լևի գնալը տես տղամարդ չկա որ չեթա։ Էդ էլ դի նորմալ սարքեք, էդ ինձ շնանալ չի նախ։ Շնանալը դավաճանելն է։ Ամենավերջում էլ էսի ասում եմ, այն դավաճան Սրբազաններին, սրանք խի դավաճանին, խի կանգնին Նիկոլի կողքը։ Ինչի մար կանգնին, որովհետև զապիսներ են ցույց տել, Լևի մեվ են գնացել սաղ, ուրիշ ինչ զապիսի ցույց տային, ասեն այ զապիսները գցենք տարածեք, դες Լևի ես էթում, նրանք էլ քաքել են տակները կներեք ես բարձրամ, գնացել են պարկել են Նիկոլի տակը, Նիկոլն ամ իրանց շինում, որն ավելի ամոթ արա, տղեկ թեկուզ Լևի էլ գնացել եք։ Այդ ով է Վազգեն Միրզախանյանը։ Մեծ Բալթյան երկրների ինք խոսում է։ Լավ, վերջը, հա, ով որ է, հա։ Բաներ է խոսում, քարոզը ադրբեջանցիների թուրքերը դավապրելու։ Հետո ինչ որ մեր դիմադրումներն են գնում, այնտեղ իրենց հակադարձն է Պետրոս Վազարյանը, բա նախկինների թալաներ են նախ։ Արա նախկինները, հələ դուք նախկիների թալան։ Արա Պետրոսն, ասե չեմ նայ։ Մեկ նայում եմ Պետրոսին, բայց դες չի միշտ նայում եմ, էլի։ Հա։ Այսինքն հələ մինչև հիմա նախկիների թալանից եք խոսում։ Արա Արցախ եք հանձնե։ Արժանապատվությունն եք մեր ոտնահարե, 5000 տղու եք տարեք կոտորե, ու հələ դուք խոսում եք նախկիների թալանից։ Դուք դի խոսակ նախկիների Արցախից, նախկիների բանակից, նախկիների դիվանագիտական պրոցեսից, Արցախի բանակցային պրոցեսից, որ հրապարակեցին թղթերը։ Այդ դրանից խոսակ դասեք արես նախկիների ցավը տանեմ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, ՀՀՇ-ից սկսած մինչև Հանրապետական։ Դասեք նախկիների ցավը տանեմ արա։ Պետրոս գնա հենց մի ջերմուկ են դիրքերից մեկը Հայաստանի ձեր ասած Հայաստանի բան սուվերեն տարածքից, որ վերցել են թուրքերը, այդի գնա ազատագրի, արա հարստացի ճուզողի եղած չեղածնել մի ասել էին։ Գնա էդի արա հարստած, դու էլ հարստ, դու էլ թալանի։ Գնա ջերմուկ ազատագրի, ջերմուկը թալանի։ Հարց չկա։ Թալանը թալանել։ Բա պետություն են կառուցել, պետություն են անկախություն են կերտել, անկախ պետություն են տվել, Արցախ են ազատագրել։ Աթո մի քիչ էլ Հարստանային ինչ էր եղել արա։ Դա ես նորմալ եմ համարում։ Դու մի հարուստ ես Պետրոս։ Բա դու այսքան հնարավորություն ես այդքան ես հաստատել, այն մարդիկ էլ եկա երկու պետություն են ստեղծել։ Խիչը Հարստանային, նույնիսկ էդ էլի, դա թալան չի։ Ստեղ գոյություն ունի բարոյական կողմ։ Բարոյական կողմ, այ եթե Այ հիմա հմիկվա իշխանություններն են Հարստանում նույնիսկ օրենքի տառին համապատասխան։ Այ դա է թալանը, որովհետև 120,000 մարդու անտուն են թողել, անգերեզման են թողել, որովհետև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է այսօր Բաքվի բանտում։ Այ հիմա հարուստալներն է ամոթ, հիմա լավ ապրելն է ամոթ։ Երբ որ ազգը սովա մահալնում, սովա, ու դու խորոված ես ուտում, թեկուզ քեզ բերել են, օրինական տվել են, չես թալանի։ Այդ ուտելը արդեն բարոյական առումով ամոթ է։ Երբ որ ազգդ մրսում է 90-ական թվականներին, որ մութ ու ցուրտ տարիներ էր, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Հայաստանի ղեկավարությունը այն սենյակում, որտեղ որ իրանք մնում էին պլիտա չէին վառում։ Իսկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյան առհասարակ բամբյոշկեքի տակ են իրանք ընտանիքները։ Այդ բարոյական կողմն է ուրիշ։ Հիմա պետությունը կերտել էին նախկինները, պետությունը կերտել էին։ Երկու հատ հզոր պետություն ունեինք, տնտեսությունը զարգացել էր։ Խիպտի իրանք էլ չօգտվեին այդ տնտեսությունից, ու իրանք կամ հարազատները։ Խիպտի իրանք էլ չօգտվեին Չհարստանային։ Այդ եմ ասում։ Երկու պետություն էին կերտել նախկինները, երկու պետություն։
արժանապատվություն էին վերականգնել 15 թվի ցեղասպանության Բաքվի ջարդերի 90 թվի Սումգայիթի ջարդերի վրեժն էին լուծել դրանից հետո տնտեսությունն էլ զարգացել էին արդեն խիչը հարստանային արա խիեք նեղվում որ հարստացել են ես եմ նեղվում եմ որ Լևոն Տեր-Պետրոսյանը քյասի բա այն նեղվում եմ որ 1000 թվի կաստում շալվարա հագնում որը որ իմ համար ավելի արժեքավոր է քան այս ձեր միլիարդները բայց ես ասում եմ խի թող ինքն էլ թող ունենա բա Լևոն Տեր-Պետրոսյանի խեք կպնում սաղուրը նա էլա թալան է նա էլա թալան ինչ հալ Նիկոլին դեվ ասք ինչա կանգնած է իր կերտած պետության կողքը արդեն էլ թալան չի այդ վատն է չգիտեմ ինչ նա էլ չի թալանել Դե կեղտոտ անշնորհք մարդիկ են հələ որ Լևոն Տեր-Պետրոսյանով են մարդ դարել է նաև բայց Լևոն Տեր-Պետրոսյանով եկա գնաց այդ դարար դեպուտատ մարդ դարար արա դու նաև է էլի Մարիամ ջան ասենք եթե մեկով մարդ ես դառնում դե բնականաբար այն ժամանակ Նաստրադամուսը չէ Լևոն Տեր-Պետրոսյանը որ իմանալ սա ինչ կարգի պատու հասա դառնալու չէ հա բայց եթե մեկով մարդ ես դառնում այդ մարդուն դի շնորհակալ լինես դու սաղ կյանքը Չես ամաչում է ինչ բարել ես ասում այդ մարդու ասեն մանալ որ տեղին քննադատում է քեզ տեղին ու այդքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ես վերջում էլ էր ուզում քեզ օգնել որ ասում էր արա նա ապիկար անասունա նա կեթա ես իրան առաջարկող տարբերակների մեջից կընտրի ամենավատագույնը ու տենց էլ եղավ այդտեղ էլ էր պատրաստ քեզ օգնել դու ընդառաջ չգնացիր ասում էր խորհուրդ տանք ասենք այս վատերի մեջից մինիմալ վատը որն է Դու գնացիր ինձ մաքսիմալ վատը, Արցախը ճանաչիր Ադրբեջանի կազմում, արա գոնե նենց ճանաչեիր, ռազմագերի չունենայինք, փաթեթով ճանաչեիր, գոնե նենց ճանաչեիր արցախցիները դե ինչ-որ մի հատ ինքնավարության ինչ-որ մի բան ունենային արա։ Սա կասեմ ես, անշնորհքների մեկն են, էլ ինչ ասեմ, ու այսքանից հետո, հələ խոսում է Պետրոս դու խելացի մարդ ես, խելացի տղա ես, իրոք ուժեղ ժուրնալիստ է, իրոք իր խելքը հավանել եմ միշտ, էլի, հասկանում եք, բայց Արա դու հələ խոսում ես նախկինների թալանից։ Հես անդից գիտեմ ինչ ասելու է։ Այ որ չթալանեին, մենք մեր բանակը սենց չէր լինի, մենք կհաղթենք։ Այ անասուն։ Քեզ եմ ասում, այդ ասողին եմ ասում, այ անասուն։ Համի ես դավում։ Ինչքան էլ աշխատավարձած ինձ չոտկի պահեմ բան ձևի օգտագործեմ, այն արդյունավետ ձևի օգտագործեմ։ Ես կարամ Ծառուկյան Գագիկի հետ, Սամվել Ալեքսանյանի հետ մրցեմ փողով։ Բախշին նրանք ինձնից ավելի իրանց հնարավորությունները շատ մեծ, այսինքն մենք մեր նույնիսկ այդ ձեր ասած սաղ թալանը, ձեր ասած, որ բերեինք կողեինք մեր ռազմական բյուջե, մենք Ադրբեջանի հետ չէինք կարող մրցենք, որտեղ մենք անմրցելի էինք, իրանք շատ առավել պոկված էին մեզնից իրանց տնտեսությունով, իրանց նավթով։ Բայց այդ պայմաններում այդ ձևի թույլ ելնելով իրանցից տնտեսական առումներով, արա մենք հաղթում էինք իրանց։ Իրանք ինչ զենք բերում էին, դրա հակառակ զենքը մենք բերում էինք։ Մենք Իսկանդեր էինք բերում, որը որ թույլան չէին կարող բերեին։ Ու մենք հաղթած պահում էինք արա, դու դրանից խոսա։ Ասկե այդ պայմաններում հիմա ոնց որ ես հակնեմ հերրը Ծառուկյանից իրան եմ օրինակ բերեմ, լավ մի հատ կեղտոտ օլիգարխի ասեք։ Մի հատ վատ օլիգարխի հետ ու կրեմ իրան։ Ուրեմն ինչքան հզոր տղա եմ, չէ՞ որ կրում եմ այտենցներին, որ այդքան հնարավորություններ են ունի, բայց ես իմ սովորական փողոցի տղալնելով, ֆիդային մարդելով հաղթում եմ այդ հարուստ օլիգարխին, քացում եմ քացուստակ սամասուդ եմ անում։ Ինչի համար էլ որ կռնում ենք էդ էլ իմնալում։ Ուրեմն ինչքան ուժեղ տղա եմ, չէ՞ ես։ Հասկանում ես։ Բայց այդքան ինչքան ուժեղ ղեկավարություն ենք ունեցել, որ մեզնից 1000 անգամ ավելի հզոր Ադրբեջանին կզծրել եք, Թուրքիան էլ մեջքին կանգնած նրան էլ են կզծրել։ Դու սրա մասին խոսա, ոչ թե խոսա, որ նախկիները թալանել են։ Ով չի ուզում հաղթող տղեկի լավ ապրելը, մի ասել է իրան։ Գնա դու էլ հաղթի, դու էլ հարստացի։ Իմ համար ինչ տարբերություն։ Սա կասեմ ես։